անհրաժեշտ էր ստեղծել կանոնավոր բանակ։ Եթե քարուքանդ եղած երկրում շատերի համար դա անիրականանալի թվացող երազանք էր, ապա Վազգեն Սարգսյանի համար դա սեփական մաշկ զգալու չափ իրական և փայփայելի նպատակ էր։ Ահա 1992 թվականի հունվարին ծնվեց Հայաստանի Հանրապետության ազգային բանակը։ Իր կուտակած փորձի ու խիզախ բնավորության շնորհիվ Վազգեն Սարգսյանը ստանձնեց Հանրապետության առաջին պաշտպանության նախարարի պաշտոնը։ 1992-93 թվականներին նա եղել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական և հանրապետության սահմանամերձ շրջաններում նախագահի ներկայացուցիչ։ Նախարարը, այսինքն Վազգեն Սարգսյանը, բանակային շինարարությունը սկսեց նրա